Ողջույն ընկերներ, այսօր Զատիկյան վիդեոյի վերջին մասն եմ ձեզ ներկայացնում, որտեղ ցույց կտամ, թե ինչպես զարդարել այս կուլիչները, ինչպես դրանք գեղեցիկ փաթեթավորել եւ իհարկե միասին կհաշվենք ինքնարժեքը այս կուլիչների, որպեսզի հասկանանք, թե հետո ինչ գնով ենք դրանք վաճառելու։ Կուլիչների վրայի գլազուրը վերջին տարիներին ես պատրաստում եմ միայն այս այսինգով։ Դրանով աշխատելը շատ հեշտ է եւ բաղադրությունն էլ բավականին լավն է, դրա համար էլ նախընտրել եմ հենց այս տարբերակը։ Այս տարբերակը ուղղակի փոշու տեսք ունի, որի վրա ավելացնում ենք ջուր եւ հարում ենք մի քանի րոպե միքսերով։ Ու արդյունքում ստանում ենք իդեալական գլազուր կուլիչները զարդարելու համար։ Եթե դուք այս պահին չունեք այս այսինգից, որպեսզի օգտագործեք, կարող եք դրա փոխարեն պատրաստել շվեյցարական մերենգա եւ դրանով զարդարել կուլիչները։ Կարելի է իհարկե այլ տարբերակներ գլազուրի փորձել, բայց այս երկուսային տարբերակներն են, որոնք ես ձեզ կարող եմ խորհուրդ տալ։ Պատրաստի գլազուրը գթալով տարածում ենք կուլիչի վրա եւ թողնում ենք 1-ից 2 րոպե, մինչեւ այն ստանա իր վերջնական տեսքը։ Ահա թե ինչ տեսք ունի մեր կուլիչը, ընդամենը 2 րոպե հետո այն զարդարում եմ բիսկվիտային մոխով եւ դնում եմ 3 շոկոլադե ձվիկներ, որոնք պատրաստել էի նախորոք փայտիկների վրա։ Դեռևս թողնում ենք այս տեսքով, վերջում կավելացնենք նաեւ ջուտիկը։ Անցնում ենք հաջորդ կուլիչի ձևավորմանը։ Կրկնում ենք նույն գործողությունները, թողնում ենք գլազուրը 1-2 րոպե հանգստանա եւ սկսում ենք զարդարել։ Վաֆլե թղթից կտրել եմ փոքր կտորներ եւ դրանցով ստանում եմ վարդի տեսք։ Գլազուրին դիպչող հատվածների հետ ոչինչ չեմ անում, բայց այ հատվածները, որտեղ վաֆլե թուղթը պետք է միանա վաֆլե թղթին, անպայման թրջում եմ մի փոքր ջրով։ Շերտ ուղղակի ամրացնում եմ վաֆլե թղթերը մեր ստացված կուլիչի վրա եւ ստանում եմ շատ գեղեցիկ վարդ։ Վերջում որ հատվածները, որտեղ չի հերիքում վաֆլե թղթերը, եւս մի քանի հատ ավելացնում ենք, որպեսզի վարդը ունենա փարթամ տեսք։ Եվ վերջում վարդին տալիս ենք մի փոքր ոսկեգույն երանգ, որը ավելի գեղեցիկ է դարձնում մեր վարդի տեսքը։ Այս տարբերակը եւս թողնում ենք մի կողմ, որպեսզի չորանա, եւ սկսում ենք աշխատել հաջորդ տարբերակի հետ։ Կրկնում ենք բոլոր գործողությունները։ Սկզբում մտածում եմ ձևավորել շոկոլադե ձվիկներով, որոնք պատրաստել էինք միասին, բայց հետո փոշմանում եմ եւ զարդարում եմ նապաստակով, որը իր գլուխը կարծես թե մտցրել է կուլիչի մեջ։ Մի քանի հատվածներում նորից ավելացնում եմ բիսկվիտային մող, որպեսզի տեսքը ավելի գեղեցիկ լինի, եւ թողնում եմ մի կողմ չորանալու։ Հաջորդ տարբերակի համար գլազուրը ներկել եմ վարդագույն։ Ուղղակի վերջում գլազուրը պատրաստելուց հետո 2 կաթիլ տոպ դեկորի ջրալույց ներկեմ խառնել։ Այն տարածում եմ գլազուրի վրա եւ թողնում եմ մի քանի րոպե մինչեւ կսառի։ Դնում եմ մեր պատրաստած բանտիկի վերևի հատվածը, որ միասին պատրաստել ենք նախորդ վիդեոյում։ Եթե չեք տեսել, հղումը կթողնեմ մեկնաբանությունների բաժնում, անպայման մտեք եւ տեսեք։ Հիմա պատրաստում ենք բանտիկի ներքևի մասերը։ Դրա համար մայսիկայի հետ մի փոքր խաղում ենք, մինչեւ այն նորից փափկի եւ դառնա աշխատանքային ջերմաստիճանի։ Այն գրտնակում ենք եւ կտրում ենք այնպես, ինչպես ցույց է դրված հոլովակում։ Կտրված հատվածները 2 կողմից ամրացնում ենք կուլիչի վրա։ Չենք մոռանում դրանք ամրացնել բանտիկի տակից, որպեսզի ավելի գեղեցիկ եւ ռեալ տեսք ունենա։ Վերջ այն գրեթե պատրաստ է, մնացել է նրան ներկել կանդուրինով, որպեսզի ավելի փայլուն եւ գեղեցիկ տեսք ունենա։ Դրա համար 4 կանդուրինը ուղղակի վրձինի օգնությամբ տարածում ենք բանտիկի վրա, ինչպես նաեւ գլազուրի վրա։ Զարդարենք նաև կարմիր ծաղիկներով կուլիչը եւ արդեն կարող ենք անցնել դրանց փաթեթավորմանը։ Գլազուրը լցնելուց ընդամենը 1-2 րոպե հետո կարելի է արդեն ծաղիկները ամրացնել կուլիչի վրա։ Ինչպես տեսնում եք, ծաղիկները շատ գեղեցիկ պահպանում են իրենց տեսքը, քանի որ դրանց հետ խառնած եղել SMS։ Անցնում ենք ձևավորմանը, դրա համար ինձ պետք կգա տարբեր գույների ժապավեններ եւ նման փաթեթավորման համար նախատեսված թղթեր, որոնց արտիկուլը կթողնեմ ներքևում։ Այս թղթից կտրում ենք որոշակի հատված, անպայման թուղթը 2 տակով ենք անում, որպեսզի շատ ավելի գեղեցիկ լինի տեսքը։ Կուլիչը դնում ենք փաթեթավորման թղթի մեջտեղում եւ ժապավենի օգնությամբ կապում ենք։ Ժապավենի գույնը ես ընտրել եմ յուրաքանչյուր կուլիչի դիզայնի համապատասխան։ Այդ գործողությունը անում ենք մնացած բոլոր կուլիչների հետ։ Մինչ ես փաթեթավորում եմ, կուզեի ձեզ ասել, թե ինչու եմ ես կարևորում այսքան կուլիչների ձևավորումը, ինչպես նաև փաթեթավորումը, որովհետև ինքներդ էլ գիտեք, որ այս պահին բոլոր խանութներում կան այնքան տարբեր տեսակի կուլիչներ, եւ համեղ, եւ ոչ այնքան համեղ, եւ դրանք բոլորը գրեթե մատչելի են համարվում։ Եվ որպեսզի պատվիրատուն հասկանա, թե ինչի համար է ավելի թանկ վճարում հրուշակագործին, ով տանն է պատրաստում այս կուլիչները, նախ պետք է որ մեր կուլիչները լինեն ավելի օգտակար,
ինչը մեզ ապահովում է այս պահին, կատնաշորը, ինչպես նաև գեղեցիկ եւ էսթետիկ փաթեթավորված։ Եվ հավատացեք, այս ամենը չի վերաբերվում միայն կուլիչներին, այս ամենը վերաբերվում է նաև տորթերին կամ յուրաքանչյուր այլ թխվածքների, որոնք որ մենք պատրաստում ենք վաճառքի համար տան պայմաններում։ Այսպիսով ձեզ եմ ներկայացնում կուլիչների ինքնարժեքները, որոնք ես ստացել եմ, իսկ հիմա թե ինչ գնով վաճառել որոշում ենք ես եւ դուք, ամեն մեկս մեզ համար։ Միշտ հիշեք, յուրաքանչյուր գործի մեջ հաշվարկ անելը եւ ինքնարժեք հաշվելը շատ կարեւոր է, որպեսզի դուք հասկանաք, թե ինչի համար եք աշխատում եւ չհիասթափվեք։ Դե դուք շարունակեք հիանալ իմ կուլիչների ներքին աշխարհով, իսկ ես գնամ իմ պատվիրատուներին ներկայացնելու իմ գնացուցակը եւ ընդունեմ նրանց պատվերները այս գեղեցիկ տոնի առթիվ։